Ողջույն, ես Մկրտիչ Իսրայելյանն եմ։ Ռոբերտ Քոչարյանի վերջին ասուլիսը ցույց տվեց ոչ թե ընդդիմադիր նախկին նախագահի, այլ Կրեմլի վետերան գործակալի ակտիվացում։ Քոչարյանի խոսքը, որը համեմված էր մերկ պոպուլիզմով եւ կեղծ պաթոսով, վկայեց, որ նա հերթական անգամ ցանկանում է, որպեսզի Հայաստանը դառնա կցորդ պետություն։ Քոչարյանը շարունակում էր խոսել, այսպես ասած, ռուսական դաշնակցային արժեքներից, Հայաստանը եւս մեկ անգամ ներկայացնելով ոչ թե ինքնուրույն խաղացող, այլ կցորդ պետություն։ Ռոբերտ Քոչարյանի խոսքի ամբողջ ենթատեքստն այն էր, որ Հայաստանը չի կարող գոյատևել առանց Մոսկվայի, իսկ արտաքին քաղաքականության որևէ այլ ուղի ուղղակի աղետ է։ Սա ոչ թե անկախության ձգտող մարդու խոսք էր, այլ կախվածության գաղափարաբանություն քարոզողի։ Քոչարյանի ասուլիսը ոչ միայն դատարկ էր, այլև վտանգավոր։ Վտանգավոր, քանի որ նա պատրաստ է զոհել Հայաստանի պետականությունը հանուն Կրեմլի խնամակալության։ Նա փորձում է վերակենդանացնել նախկին բյուրոկրատական կոռումպացված եւ ուժային կառավարման մոդելը։ Նա խոսում է ազգային շահերից, բայց գործում է ռուսական շահերի շրջանակում։ Ռոբերտ Քոչարյանի ասելիքը մեկն էր. Հայաստանը պետք է գոյություն ունենա միայն Մոսկվային ծառայելու համար, որի գինը ինչպես միշտ պետք է վճարի ժողովուրդը։ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը իրականում հակադիր է Հայաստանի անկախության եւ պետականության գաղափարին։ Նա չի փորձում պայքարել հանուն Հայաստանի, նա պայքարում է հանուն ազդեցության, այն ազդեցության, որը ծառայել է ոչ թե Հայաստանին, այլ Մոսկվային։ Ես Մկրտիչ Իսրայելյանն եմ, կհանդիպենք։